Հարգելի հայրենակիցներ, ինչպես քիչ առաջ քվեարկությունը ցույց տվեց, ակնհայտ է, որ մեծամասնությունը մերժում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ տրված գնահատականները, որոնք պատիվ ունեմ խմբակցությունը հայտարարության նախագծում ներկայացրել էր, եւ ակնհայտ է մեկ բան եւս, որ դրանում տրված գնահատականները ոչ միայն լիարժեքորեն արտացոլում են այսօր Հայաստանում ստեղծված իրավիճակը, այլ ամեն օր ապացուցվում է հակաժողովրդավար, հակաիրավական, հակաքաղաքական, իսկ առանձին դեպքում նաև քաղաքականության տեսակետից անբարոյական վարքագիծը, որ ցուցաբերվում է մեր երկրի քաղաքացիների, քաղաքական ուժերի, մեր երկրի ինքնիշխանության ուղղությամբ այսօր Հայաստանում իշխանություն ունեցող մեծամասնության կողմից։ Երեկվա դեպքերը Գյումրիում ակնհայտորեն ցույց տվեցին նաև մեկ կարևոր բան, որ մեծամասնությունը բացարձակապես չի ընդունում նույն ժողովրդի քվեն, նույն ժողովրդի կողմից տրված վստահությունը եւ փորձ է անում նախ սկզբում տեղեկատվական արշավի միջոցով ստեղծել պատկեր, վարկաբեկել մարդկանց, իսկ այնուհետև հարձակվել բոլոր հնարավոր մեթոդներով եւ գործիքակազմով։ Որևէ մեկը իրավունք չունի խախտել Սահմանադրության 66-րդ հոդվածով ամրագրված անմեղության կանխավարկածի սկզբունքը։ Բայց երբ քաղաքական պատասխանատու մարդիկ, падգամավորները հերթով իրար հերթ չտալով անընդհատ մեղում են եւ հաստատում են հանցագործության արկայության մասին, հաստատական պնդումներ են կատարում, սա խոսում է նաեւ այս մարդկանց հակաօրինական Սահմանադրությունը չտիրապետելու, ժողովրդավարության եւ իրավական պետության հիմնարար սկզբունքները ոտնահարելու ամենօրյա ռեժիմով ցուցաբերվող վարքագծի մասին։ Ես ելույթ կունենամ։